Ինչու են ԱԱՑ-ի հատուկ ջոկատայինները դիմակավորված ավտոմատներով զինված ներխուժել տուն և 70-ամյա Գագիկ Ծառուկյանին մի քանի հոգով քաշքշելով գետնին տապալել, երբ նա ոչ դիմադրում էր, ոչ էլ առավել ևս խուսափում կատարել նրանց ցուցումները։ Հատուկ է հրամայել, որ բեմադրեն այդ նվաստացնող գործողությունը, նկարեն ու տարածեն կադրերը։ Լրագրողների մի քանի անգամ տրված այս հարցին պատասխանելուց Փաշինյանը խուսափեց և պնդեց, թե իբրև չի էլ տեսել այդ կադրերը։ Ես ձեր նշած տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ, լակոտիկ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվություն։ Ծառուկյանի հասցեին ահա նման թունդ սպառնալիքներ հնչեցրած Փաշինյանն է պնդում, թե իրեն չեն հետաքրքրում այս կադրերն ու չի տեսել դրանք։ Բայց դժգոհ է, որ այդ կադրերը շուտ չեն նկարահանվել, այլ միայն հիմա։ Ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել։ Ինչ որ ասել եմ, ինչ որ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև այդ թվում են պատճառով, որ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Անգամ իշխանամերձ շրջանակները չեն ներքում, որ Ծառուկյանի դեմ իրականացված մազկի շոուն անձնական վրեժխնդրության ու ցուցադրական նպատակ է ունեցել։ Նույնիսկ իշխանության աղմկահարույց քայլերը դատապարտելուց սովորաբար խուսափող մարդու իրավունքների պաշտպանն է մտահոգություն հայտնել, որ Ծառուկյանի դեմ անհամաչափ ու չհիմնավորված ֆիզիկական ուժ է գործադրվել։ Այստեղ էլ Փաշինյանը խուսափեց հարցին հստակ պատասխանելուց։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԻՊ ինստիտուտին եւ կարծում եմ իրավապահ մարմինները կծանոթանան եւ իրենց արձագանքը եւ կձևավորեն եւ իրենց դիրքորոշումները կարտահայտեն։ 8 տարի իշխանության լինելուց հետո Փաշինյանը նորից պնդում է, թե պետք է հետ բերի նախկինների թալանը։ Իսկ որ այսքան ժամանակ չի արել դա, մեղավորը հիմա էլ դատական ու պետական կառավարման համակարգն է։ Ամեն մեկը դատաիրավական համակարգում բաներ ունեն, անձեռնմխելի պաշտոններում կոնկրետ իրանց անունով մարդիկ ունեն նշանակած։ Իրենց անձնական դատավորներն ունեն համակարգերում նշանակած։ Այդ թվում պատերազմի եռագլուխ կուսակցության անդամները, ու այդ մարդիկ սահմանադրորեն անձեռնմխելի են։ Բայց ինչքան ենք մենք ասելու դե լավ, հա։ Չի կարա տենց բանը լինի։ Իսկ Ծառուկյանն ԱԱՑ մեկուսարանից համերաշխության կոչ է անում, չնայած նրան, որ իշխանությունը կալանավորել է իրեն։ Զգուշացնում է, բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ են սպասվում։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին, սակայն այդ կամայական որոշումը, քրեական գործերն ու կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունն ու արժեհամակարգը։ Անկախ բոլոր անարդարություններից, ես շարունակելու եմ ուժերից ներածին չափով օգտակար լինել իմ երկրին եւ իմ ժողովրդին։ Ծառուկյանի պահած առյուծն ինչ վատություն էր արել, որ դարձավ նրա վրեժխնդրության զոհն ու սատկեց քնեցվելու հետևանքով։ Փաշինյանն այս հարցին էլ հստակ պատասխան չուներ։ Պատասխանատվությունը նորից ցածր օղակի անձանց ուսերին թողեց։ Եթե կա մարդ, որը պետքա պատասխանատվություն կրի, ինչ կան գիտեմ, քննություն անշան։